Բարև ձեզ, ձեզ հետ է փաստեր աշխարհից YouTube-յան տեղեկատվական ալիքը։ Այսօր դուք կիմանաք 10 փաստ մեր աշխարհի մասին։ Դե ինչ գնացինք։ Փաստ առաջին։ Մարդ իր կյանքի ընթացքում շնչում է 20 կիլոգրամ փոշի։ Դա ահռելի թիվ է, չնայած դա ժամանակի ընթացքում է տեղի ունենում, այդ իսկ պատճառով մարդու վրա շատ ազդեցություն չի ունենում։ Փաստ երկրորդ։ Փռստոցից առաջանում է 160 կմ/ժ արագությամբ քամի։ Դրա արագությունը գրեթե հավասար է փոթորիկի արագությանը, պարզապես այն շատ արագ է դանդաղում, իսկ փոթորիկինը դեռ շարունակում է երկար ժամանակ այդ արագությամբ սլանալ։ Փաստ 3. Քո բերանի բակտերիաների թիվը ավելի շատ է, քան երկրի բնակչության թիվը։ Դա ցույց է տալիս, թե նրանք ինչքան փոքր են եւ ինչքան մեծ քանակությամբ կարող են լինել մեր բերանում եւ մենք դա ընդհանրապես չնկատենք։ Այդ իսկ պատճառով միշտ խորհուրդ է տրվում մաքուր պահել բերանը եւ մարմնի այլ մասերը։ Փաստ 4. 2050 թվականին մարդկանց բնակչության թիվը կհասնի 10 միլիարդ։ Չմոռանանք, որ մարդկանց բնակչության քանակը աճում է արագացումով։ Այսինքն միաժամանակ նաև արագությունն է մեծանում։ Այն ժամանակ կարող էր մի քանի հարյուրամյակում նոր ավելանալ 1 միլիարդ մարդ, իսկ այժմ գրեթե 30 տարին մեկ ավելանում է 1 միլիարդ մարդ։ Փաստ 5. Միջինում մարդն իր կյանքի 6 ամիսը ծախսում է սպասելով, որ երթևեկության կարմիր լույսը դառնա կանաչ։ Տեսնում եք, թե ինչքան ժամանակ է կորցնում մարդը այդ կարմիր լույսի պատճառով, խցանման մեջ մնալով։ Սակայն չէր խանգարի գիրք ունենալ եւ այդ ժամանակում կարդալ։ Պատկերացնում եք, որքան նոր բան կսովորեք դուք։ Փաստ 6. Մարդն իր կյանքի ողջ ընթացքում միջինում քայլում է այնքան, որքան բավական կլիներ 3 անգամ աշխարհի շուրջը պտտվելու համար։ Դա անում է մոտավորապես 120,000 կիլոմետր։ Եվ քայլելը մարդու համար մեծ ֆիզիկական նշանակություն ունի։ Օգնում է, որպեսզի չգիրանաք եւ պահպանում է ձեր նորմալ տեսքը։ Փաստ 7. Կրակայրիչն ավելի շուտ է հայտնագործվել, քան լուցկին։ Պատճառն այն է, որ լուցկի վրայի կարմիր այդ մասի նյութը դժվար է եղել հայտնագործել, իսկ կրակայրիչը շատ հեշտ է կառուցված։ Կառուցված է պարզապես գազի եւ այդ կայծքարի օգնությամբ։ Փաստ 8. Մեր ուղեղը բավական էներգիա է ստեղծում լամպը վառելու համար։ Այո, մեր ուղեղը ահռելի աշխատանք է կատարում եւ մեր կերած ուտելիքի էներգիայի մեծ մասը գնում է ուղեղը աշխատացնելու համար։ Այդ իսկ պատճառով է, որ նրա էներգիան բավական է նույնիսկ լամպ միացնելու համար։ Փաստ 9. Եթե ագռավներին վարժեցնեն, ապա նրանք ավելի լավ կկարողանան խոսել, քան թութակները։ Շատերը կարծում են, որ ագռավները վատ կենդանի են, սակայն եթե դուք երբևէ ուսումնասիրեք նրա պատմությունը, կհասկանաք, որ նրանք շատ բարի եւ խելացի կենդանիներ են։ Փաստ 10. Հոլանդիայում ոստիկաններն իրենց հետ խաղալիք հարճուկներ են պահում։ Պատճառն այն է, որ աշխատանքի ժամանակ նրանք կարող են հանդիպել տրավմայի ենթարկված երեխայի։ Դա ցույց է տալի, թե ինչքան հոգատար են Հոլանդիայում ոստիկանները։ Եվ պատկերացնում եք, ինչ հաճելի կլիներ ձեզ համար, եթե ձեզ ինչ-որ բան պատահեր, եւ ոստիկանը ձեզ խրախուսեր եւ նվիրեր փոքրիկ խաղալիք հարճուկ։ Եվ ես վստահ եմ, որ այդ նվերը ձեզ միանգամից կպարգևեր լավ տրամադրություն։ Եթե համաձայն եք, ապա գրեք մեկնաբանությունների բաժնում։ Թե ինչ, ձեզ հետ էր Փաստեր աշխարհից YouTube-յան տեղեկատվական ալիքը։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, ապա հավանեք։ Եթե ձեզ դուր են գալի նմանատիպ տեսանյութեր, ապա բաժանորդագրվեք ալիքին հետագա տեսանյութերը բաց չթողնելու համար։ Շնորհակալություն դիտման համար, ստեսություն։